2024-ին թողարկվել է 161,000 նույնականացման քարտ, այս տարի արդեն դեռ եռամսյակը չավարտված, տպագրվել քաղաքացիներին է տրամադրվել ավելի քան 75,000-ը, հերթում սպասում է ավելի քան 82,000 քաղաքացի, հաշվի առնելով համընդհանուր հայտարարագրման ժամանակ ID ունենալու պահանջը, թվերն ամփոփում է Միգրացիա և քաղաքացիության ծառայության պետը։ Այս ծավալները մեզ համար որոշակիորեն նաև ստրեսային են ենթակառուցվածքի իմաստով, մենք ստիպված եղանք վերազինել ինչպես նույնականացման քարտ տպագրող մեքենաները, այնպես էլ նույնականացման քարտի բլանկների ոլորտում նոր գնում կատարեցինք, որպեսզի կարողանանք ծառայությունների մատուցման անընդհատությունը ապահովել։ Սա պահանջարկի սպասարկման խնդրի միջնաժամկետ լուծում է, մինչև 2026-ին նոր կենսաչափական համակարգի ներդրումը, հիշեցնում է Նելի Դավթյանը։ Տպիչ մեքենաներ արտադրող գերմանական ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են Հայաստան կատարել ուսումնասիրություններ։ Տպիչ մեքենաների լազերային սարքերն են անգամ ուղարկվել Գերմանիա, նույնականացման քարտերի թողունակությունը բարձրացնելու, որակը բարելավելու համար։ Այդ ենթակառուցվածքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, շաբաթվա բոլոր օրերին, իսկ անհատականացման գործընթացը կատարվում է 6-օրյա ռեժիմով։ Կանխատեսումն այն է, որ մինչև նոր սահմանված ժամկետը, մինչև նոյեմբերի 1-ը կկարողանանք առնվազն դիմումների ընդունման իմաստով պահանջարկը բավարարել, իսկ քարտերի տրամադրումը, ինչպես արդեն բազմիցս նշվել է, եթե նույնիսկ գերազանցի սահմանված ժամկետը, դա որևէ հետևանք չի առաջացնի, ինչպես սոցիալական կրեդիտների վերադարձման իմաստով քաղաքացիները չեն ունենա կորուստներ, այնպես էլ որևէ պատասխանատվություն այդ ուշացումը չի ենթադրի, եթե ուրեմն նույնականացման քարտի դիմումը ներկայացված է, պարզապես քարտը դեռ չենք հասցրել տրամադրել։ Այլ մոտեցումներ են ներդրվել նույնականացման քարտերի տրամադրման հերթերի կառավարման տեսանկյունից։ Երևանում հերթը հասնում է մինչև սեպտեմբեր։ Եթե այլ հավասար պայմաններում մենք կենթանի հերթով սպասարկում զուգահեռ իրականացնում ենք ի հաշիվ օնլայն հերթագրված եւ չներկայացած քաղաքացիների, տվյալ պարագայում մայրաքաղաքում մենք հանել ենք կենթանի հերթով սպասարկումը միայն ID քարտի տրամադրման իմաստով։ Մյուս բոլոր ծառայությունների գծով կենթանի հերթի պրակտիկան շարունակվում է կիրառվել։ Ինչու ենք նույնականացման քարտերի իմաստով հանել, որովհետև գործնականում չունենք հերթագրված ու չմոտեցած քաղաքացի։ Մարզերում կենթանի հերթով սպասարկումը զուգահեռ շարունակվում է, որովհետև մարզերում պատկերը այլ է, ավելի քիչ են օնլայն հերթագրվողները, ավելի շատ են կենթանի հերթով մոտեցողները։ Որքան անձնագրային ծառայությունը մոտ է Երևանին, այնքան ծանրաբեռնված է։ Հեռավոր մարզերում հերթեր չեն լինում։ Մարզերում օնլայն հերթագրումը հասնում է մինչև հունիս։ Մարդ կա, որ նախընտրում է նախօրոք հերթագրվել, եթե դա հայտարարագիրը լրացնելու նպատակով է, շտապելու ոչինչ չունի, որովհետև վերջնաժամկետը երկարաձգված է, եւ կմոտենա հունիսին իր նախընտրած օրը ժամին կսպասարկվի, կվերադառնա։ Կա նաեւ այնպիսի թիրախային խումբ, որը նախընտրում է ավելի երկար ժամանակ անցկացնել հերթում, բայց շուտ ավելի մոտակա օրերի ընթացքում սպասարկվի, երկու թիրախմբերի համար էլ լուծում ունենք։ Նույնականացման քարտը տրամադրելիս տրվում է նաև օգտագործման գրքույկ, որտեղ նկարագրված է, թե ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Մայա Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։